Արի, դուրս եմ եկել ու այն կաղ ոտքով շունն է, հետևիցս գալիս է, չեմ ուզում նայեմ, թող հետևիցս գա շենքից դուրս գա, որ կերակրեմ, այսպիսի պայմաններում եմ կերակրում, եկար, արի դե, արի, գնամ, չգիտեմ նրանք ինչպես են ինձ գտնում, այդ կաղ ոտքով շանը մի անգամ եմ կերակրել ավտոտնակի մոտ, այսօր արդեն շենքի բակում պտտվում էր, թե ինչպես էր եկել հասել էստեղ, որտեղից էր եկել, նույնիսկ չգիտեմ, մառախուղը այսօր ամբողջովին, դեռ մի փոքր քաշել է, բայց նորից նույն սառածն է դեռ ու նորից զգուշությամբ պետք է գնալ, իրենք էլ են ինձ դժվար տեսնում մառախուղի մեջ, բայց ամեն դեպքում տեսան վազեցին, ընդառաջ, հա Զաբել քիչ ծալվես, հա որդու, արի առանց հաչելու, հա խնդրում եմ, այդ իմ հետ էիր, առանց հաչելու, Ավրորա դու ինչ ես հաչում, եկեք տես որդու ոչ ոք չկա, անիմաստ է իրեն, արի Ավրորի, հանգստացի մի հատ, միևնույն է, չի էլ մոտենալ, ուղղակի մի քիչ հաչելու է ու գա, մեքենա տեսավ, թողեց մարդը եկավ, չէ անուղելի է, լավ, ես գնամ իրենք կգան, թե չէ այսպես սկսվելու է, եկեք հետ անցեք, Զաբել դիժին էլ ասա, ես գնում եմ, գտնեմ են կողմով դուրս գամ, արի որդուք, հերիք է հաչած, հերիք, լավ էլի Զաբել, վերջը, մի հատ հեռախոս ունեմ, են էլ ուզում են ջարդի, էլ չեմ ունենա, հասիրուներս եկեք տեսնեմ, շատ խառն է, որդուքը գիշերը գլուխն է գցել, հաչում է, վազում է, արի մի գնա սիրունս, եկեք ձեզ կերը տամ, գնացի սիրունս, լավ այգցես, Զաբելի չի մի բրդի, տես, մառախուղը էլի ձեր հոնքերի վրա լրիվ սարցակալել է, եկաք, դե հիմա իջեք, ես էլ մի կերպ սահելով իջնեմ, որ գնանք կերակրեմ, գնա, որդու, գնա, ամբողջ, ձայնս որդուք, հա որդուք, խնդրեմ նորից, այ չգիտեմ, վարդ հա որդուքի հետ, գնա, հա որդուք, գնա, լրիվ գիժ ես դու, գալիս եք, հա, մամատ երևի են կողմով է գնաց, ես հասնենք մաքրեմ հոնքերիդ շաղը, այստեղ է սպասում, ապրի Ավրորան, շատ խելացի, այ կարճ ճանապարհով գալիս նստում ու սպասում է, դե ներս անցի, Զաբելը ներսում է, որդուք, դու էլ արի, արագ ներս անցի, լսում է, ամենտեղ լսում է, միայն որ ասում եմ մի հաչա, այդ ժամանակ չի լսում, հանգստացեք մի հատ, վայ, հանգիստ խելոք նստեք, որ կեր տամ, վերջ, միջև խելոք չնստեք, ոչ մի կեր, խելոք նստի, դու էլ նստի, այ այդպես, դու էլ նստի Զաբել խելոք, հիմա կկերակրեմ, սկզբում ջաշը, փլավը, որը երեքով համերաշխուտում են, հետո կանցնենք չորին, ցան չորի, կերեք ու ձեզ մի քիչ խելոք պահեք, հետևիցս չեք գալի, հաջողություն, դե լավ եղեք, պստո, լավ էլի, պստոյին բան չեք անում, արջո, սամ խելոք, արջո խելոք, այս փոքրերն են ցել կռիվ էր տալիս արջոյի հետ, ես բաժանում եմ, ասում եմ, արի ինքը գնում է մտնունքիդ ու հաչում, տեսնում եք այս փոքրիկին, էй, դուք անցեք ձեր կողմ, հաչոց լսակ հավաքվեք, ես կողմ աղակին, որ նոր տամ, թե չէ կռիվ է սկսվում մեկը մյուսի, լավ ես, արի դե, սպիտակ փոքր սպիտակներից մեկն է, ու ջուրեք արի լավ, արի, այս կողմ արի, դե դուք կերեք, ես վազեմ, թե չէ ես էստեղ եմ մնում, սամենք բան գալիս են ու կռիվ կիստի չի, դուք մեջների վախկոտն եք եկաք հետևիցս, հետևից ինչքան պիտի գաք, դուք գալու եք, իրան գալու են, ես տեսնելու եմ ուտեմ, իրան գալու են լարեն, դուք գալու եք, այդպես միջև ուր, հեն,
Լավ, հանգիստ, հիմա կեր կտամ, հանգիստ։ Կերեք, ձեր միջի խիզախ են փոքր սևուկներ, որը գամփրի հետ կռիվ էր տալիս ուտելու։ Գալիս եմ իրենց տեղ ու նկատ, հետևիցս ով ա գալի, արջուկը, սպիտակը, եկեք, պուպուշներս, ուրեք։ Հել չկան, մենակ դուք եք։ Արի սևուկ ջան, արի պուպուշս։ Բա վախկոտիկները որտեղ են։ Կերեք, սա էլ դնեմ դուրսս սևուկին։ Սևուկ դուսակեր։ Արջուկը նախընտրում է չոր կերը։ Ճաշային հատվածը ուտում է սպիտակը, իսկ արջուկը հիմնականում չոր կեր է նախընտրում։ Սևուկին էլ դրսում տվեցի, դե սա էլ մնա կգան մյուսները։ Դե լավ պահեք ձեզ։ Երեք փիսով չեք էլ կարող մտնել։ Գժեր, կգաք կուտեք սիրուններս։ Այս փոքր սևուկը վերջնա։ Բոլոր մեծ շների հետ ընկերություն ա ուզում անի ու մի հատ էլ հաչում ա։ Ոնց էր հաչում գամփրիկի վրա, ասելու չի։ Արջի գամփրի։ Այս սպիտակը տուրա իրար հետ եկակ, հա, նա վախկոտ ենտեղ ա սպասում, իսկ դու լավ հիմա սիրունս։ Եկեք կերեք, մի վախեցեք, մեկը մեկից վախենում ա ու չի մոտենում կերի։ Հա, սիրուն, դու նա գնա կեր։ Ուճուր, սիրունը թողեց քեզ, արի կերտվել։ Խելոք հլը։ Ուտելը թողել են, անցել են շնային կռիվների, տարածքի կռիվա։ Լավ էլի սիրուն։ Լավ, աչքիս ես կերը լցնեմ գնամ, իրենք թող իրենց միջև հաշիվները պարզեն ու սովածա կգաք ուտի։ Վախկոտները, նորեկները հեռանում են, ուժեղները և հիմնականները մնում են։ Քանի որ սիրունը այստեղ հիմնական է, բոլորը սպասում են ինքը ուտի վերջացնի, գնա թույլ տա, որ հետո իրենք ուտեն։ Մնացածը վախից փախան, այսպես է։ Դուք համը կերել եք, սևուկ, դու էլ մի։ Հա հետո քեզ լարեցին վերևով եկա։ Գամփրն է հիմա էլ սկսելու լարել, դուք երկուսով էլ իրար հետ եք խաղում։ Հիմա ես ձեզ որ մեկի կերտամ, ոնց տան, որ կռիվ չանեք ու գնան, հա։ Ասա տեսնեմ։ Տեսեք ամենաանվախել։ Չես գալի։ Դու ընդհանրապես չեք գալի հետևիցս։ Վայ, ես ինչ նոր սովորություն ա։ Ես կերակրում եմ, կերը լցնում եմ, որ մնա գալիս եք հետևիցս, չի կարելի։ Դեռ լսվում է շների հաչոցները հեռուներից։ Ուզում եմ մի շատ կարևոր բանի անդրադառնալ։ Իրականում ոչ թե շատ են անօթևան կենդանիները, մասնավորապես շները, այլ պարզապես սխալ տեղաբաշխում է արված։ Եթե մի տեղից լարում են, շատ վատ են ծեծում են, այդ տեղը քիչ են լինում, մշտական շներ չկան։ Եթե մյուս տեղում համեմատաբար բարի են եւ կա կերի աղբյուր, բնականաբար բոլորը ուզում են նույն տեղում տեղավորվել, բայց ովքեր ուժեղ են, մնում են։ Ու սկսվում են շնային կռիվները։ Ոչ թե շատ են, այլ սխալ տեղաբաշխված են։ Մառախուղ է։